Իմ կարծիքով այդ այն ապրանքները, որոնց նկատմամբ մենք մինչև այժմ գնաճի էական տեմպեր չենք տեսել, դեռևս առջևում են։ Այսինքն նույն այդ հագուստը, կոշկեղենը, շինարական ապրանքները, այն ոչ պարենային ապրանքները եւ այն, որոնք հիմնականում ներմուծվում են, դիմասած լոգիստիկ խնդիրների պատճառով նաեւ էական գնաճ կունենան, բայց դա կունենան առաջիկա մի քանի ամիսների կտրվածքով դանդաղ, բայց կայուն։ Այսինքն ալիք կլինի, դեռ Իհարկե կլինի, քանի որ աշխարհում ամենալուրջ հումքային կենտրոններից մեկն է վտանգի տակ, այսօր պարարտանյութի խնդիր կա, դեռ նոր են մարդիկ իրենց հողատարածությունները եւ այլն նորեն այդ կենտրոնները մշակում, իսկ դա ահռելի մեծ տարածություններ են, այսինքն երբ որ հացահատկի գնի մասին խոսքը գնաց եգիպտացորենի, սոյայի եւ այլն, որոնք աշխարհում համակարգային ստեղծող այդպիսի մեծ ապրանքներ են, նրանք ամբողջական գնաճի վրա կազդեն։